Արդյոք դա իրականություն կդառնա թե չէ։ Փորձի հիմքի վրա եկող դատողություն։ Հեսա, չգիտեմ որտեղից, բայց գիտեմ, որ էս սենց է լինելու։ Այս մարդուն չարժի վստահել։ Չգիտեմ ինչի եմ վախենում, չգիտեմ ինչի եմ անհանգիստ, բայց անհանգիստ եմ սենց ասել։ Դուրը թակեցին, վայստով։ Տագնապը չունի հստակություն։ Մարմինս ինչպես է արձագանքում։ Կարող եք ձեզ տալ մի քանի հարցեր, որպեսզի պարզեք սա տագնապ է, թե ինտուիցիա է։ Ողջույն հարգելի հետևորդներ։ Այս տեսանյութը պատրաստել եմ հետևորդներիս խնդրանքով, ովքեր անընդհատ ինձ հարցնում են միշտ բոլորը, նույնիսկ թերապիայի եկած անձինք, բժշկուհի, այն մտքերը, որոնք որ ես ունեմ, ու հատկապես տագնապային կամ վախեցնող մտքերը, որ ես ունեմ, արդյոք դա իրականություն կդառնա թե չէ։ Այս հոլովակի ընթացքում ես կօգնեմ ձեզ հասկանալ տարբերությունը ինտուիցիայի եւ տագնապի միջև, կբերեմ հոգեբանական բացատրություն եւ իհարկե պրակտիկ խորհուրդներ կտամ, ինչպես տարբերեք, այսպես ասած։ Եվ սկսենք, հա, հարգելիներ, սկսենք։ Եկեք սկզբից հասկանանք ինչ է ինտուիցիան։ Ինտուիցիան, այսինքն մի բանը, որ ես զգում եմ, դա այսինքն կանխատեսում, հա, ինչ որ մի քիչ ավելի կոպիտ ասած, կանխատեսում։ Ինչ որ ես զգում եմ, թվում է թե իրականություն կդառնա։ Հա, սան անվանում ենք ինտուիցիա, սա շատ խոսակցական է բացատրում։ Ինտուիցիան հոգեբանության մեջ բացատրվում է որպես արագ ենթագիտակցական ու այսպես փորձի հիմքի վրա եկող դատողություն։ Այսինքն շատ արագ է ծագում, չեմ վերլուծություն չեմ անում գիտակցական, հա, այդ ճիշտ է, ճիշտ չի, կլինի, չի լինի, ինչ որ փաստեր չեմ առաջ քաշում, որտեվ շատ արագ է ինքը, ու փորձի հիմքի վրա է այդ դատողությունը, այսինքն ես ինչ փորձ ունեմ կուտակած այդ բնագավառում, որում որ ունեցել եմ ինտուիցիան, փորձ ունեմ կուտակած, եւ այդ կուտակած փորձը ինձ այս պահին հուշում է, որ սենց է։ Դա ինչ որ հաստատական զգացողություն է, հա, ինչ դատողություն ու զգացողություն է, այսպես ասած։ Եվ ինչպես ասացի, շատ կարևոր է հիշում ենք, որ սա մեր կուտակված փորձի եւ սովորությունների արդյունքում է ձևավորվում ինտուիցիան, հա, այսինքն եթե տվյալ փորձում ենք, տվյալ բնագավառում ենք փորձ չունենք, դժվար այդ բնագավառում ինչ-որ ինտուիցիա ունենանք, հա։ Ինտուիտիվ որոշումները սովորաբար առաջանում են հանգստության վիճակում, ունեն շատ հաստատուն բնույթ, այսինքն ես գիտեմ, որ էս սենց է, չգիտեմ որտեղից, բայց գիտեմ, որ էս սենց է լինելու կամ էս սենց է, սենց ասած, ինչ որ հաստատական բնույթ ունի ու վախ չկա, շատ կարևոր է, այսինքն այն զգացողությունները, այն վիճակը լարված, որը կա վախի ու տագնապի ժամանակ, որտեղ որ մարմինը ընդգրկված է, լարված մկաններ, այսինքն ընդհանուր առմամբ լարված հոգեկան ու լարված մարմին, ինտուիտիվ զգացողության ժամանակ, ինտուիցիայի ժամանակ առհասարակ չկա։ Օրինակ բերեմ, հա, երբ որ մենք առաջին անգամ ծանոթանում ենք ինչ-որ մեկի հետ, երբեմն լինում է, չէ, որ ասում ենք, այս մարդուն չարժի վստահել։ Կամ հակառակը, արժի վստահել։ Ու դա ինչու առաջանում է այդ դատողությունը, այդ զգացողությունը, որովհետև մենք ունենք կուտակած փորձ մարդկանց հետ շփման, այսպես ասած, եւ առանց փորձի այդ ինտուիտիվ զգացողությունը իհարկե չի այցելի։ Իսկ ինչ է տագնապը, հարգելիներս։ Ուրեմն տագնապը կապված է իր բազմաթիվ հոլովակներ ունեմ, գիտեք ովքեր որ ունեն տագնապային խանգարում, մտեք, թերթեք, նայեք, հարգելիները շատ հոլովակներ ունեն, որոնք որ նաև թերապևտիկ ազդեցություններ կունենան։ Իմիջիալոց այն մարդիկ, ովքեր ցանկանում են հոգեթերապևտիկ խորհրդատվություն ինձ հետ աշխարհի տարբեր երկրներից, կապ հաստատեք WhatsApp-ի հետևյալ համարով, թողեք ձայնային հաղորդագրություն, որ դուք ուզում եք հոգեթերապևտիկ խորհրդատվություն, հոգեթերապևտիկ սեանսներ եւ ես կարձագանքեմ առաջի 12 ժամվա ընթացքում առաջիկա։ Այնպես որ on-line հարթակում մենք բավականին հաջող աշխատում ենք բազմաթիվ պացիենտներ աշխարհի տարբեր երկրներից դիմել են ու իրենց տագնապային խանգարումը, դեպրեսիվ խանգարումը, այլ հոգեբանական ինչ-որ հարցեր, խնդիրներ մենք բավականին հաջող լավ արդյունքներ ունեն մարդիկ բուժված շարունակում են իրենց կյանքը։
Ինչ էի ասում, հա, տագնապը ինչ է ուրեմն, տագնապը ինչպես գիտեք, այսպեսի մի զգացում է, որ հեսա ինչ-որ վատ բան է լինելու, հիմա թե ինչ վատ բան է լինելու, այդ վատ բանի օբյեկտը չկա, տագնապը ավելի լղոզված է, անորոշ է, չգիտեմ ինչի եմ վախենում, չգիտեմ ինչի եմ անհանգիստ, բայց անհանգիստ եմ, ասած ասած։ Այսինքն տագնապի ժամանակ հարգելիներս շատ կարևոր է, որ այդ ընդհանուր լարվածությունը հոգեբանական ու ֆիզիկական, նաև մարմնի մկանների, sense պարանոցիս ու ուսերից մկանները լարված լինեն, անհանգիստ եմ, ուզում եմ քայլեմ, այսինքն մի բան ուզում եմ անեմ։ Այդ լարվածությունը եւ ֆիզիկական եւ հոգեբանական կա տագնապի ժամանակ, տարբերությունը ինտուիցիայի ժամանակ չկար։ Հանգիստ էինք մենք։ Եվ բացի այդ տագնապային մտքերը հաճախ կրկնվում են, այս որպես կանոն տագնապը ուղղված է այն ուղղությամբ, որ ուշադրությունն է, հա, դուրը թակեցին, վայ, ով է։ Զանգում եմ մամաս չի պատասխանում, վայ, բան չի եղել, հա, այսինքն որտեղ ուշադրությունը, այնտեղ անհանգստությունը, լարվածությունը ու տագնապը։ Եվ որպես կանոն տագնապը ունի ծայրահեղական բնույթ, կատաստրոֆիկ ավելի երանգ, հա, կա այս մտքի մեջ։ Եթե ես սենց անեմ, այսենց կլինի ու այդ այսենց կլինին ինքը հիմնականում կատաստրոֆիկ ու ինչ-որ վատ սցենար է, հա, շատ ինչ-որ վատ վերջաբանով սենց այսել։ Կամ տղաս որ սենց անի, սենց կլինի, գնացելա դուրս սենց անի, նենց կլինի, հա, այսինքն ծայրահեղական բնույթ կա տագնապի մեջ եւ ինչ-որ մի առումով նաեւ պատճառահետևանքային կապ կա հիվանդագին, եթե սենց անեմ, սենց կլինի, եթե նա սենց արեց, ուրեմն սենց կլինի, լավ։ Տագնապը շատ կարևոր է, որ խաթարում է մեր որոշումները, մեր որոշումների հստակությունը այսպես լղոզում է, հա, երբ որ ուզում ենք մի բան անենք, տագնապը մեզ շատ է խանգարում, սա հիշեք, երբ որ դուք անդադ ինչ-որ գործ եք ձեր, ինչ-որ բան եք պլանավորում ու այդ կրկնվող մտքերը ձեզ թույլ չեն տալիս անել դա, ապա ասա տագնապա ոչ թե ինտուիցիա, լավ հարգելիներս։ Եկեք հիմնական, մի քիչ ավելի պարզեցնեմ եւ հիմնական տարբերությունները ասեմ ձեզ։ Ուրեմն տագնապը առաջինը արտահայտվում է արտահայտվում է այսպես անհանգստությամբ ու լարվածությամբ, ինչպես ասացի, հոգեբանական ու ֆիզիկական։ Ինտուիցիանի տարբերություն տագնապի ավելի հանգիստ ժամանակ արտահայտվում, ասենք, ինչ որ մի բան անում, ինչ որ մի բան մտածում եմ, ինչ որ մի գործողություն եմ անում կամ թեկուզ ոչինչ էլ չեմ անում, ու այդ պահին նա զգացողություն ունեմ, որ այս հենց է լինելու, սենց ասած, տագնապը չունի հստակություն, տագնապը ավելի այսպես չափազանցված մտքեր է, ինչպես ես ասացի, հա, եւ պատճառահետևանքային հիվանդագին մտքեր են, որ այս հենց անեմ, սենց կլինի ու սենց կլինին, ինչպես ասացի, հիմնականում կատաստրոֆիկ միտք է, իսկ ինտուիցիան շատ ավելի հաստատուն միտք է, որ սենց է լինելու, հա, ոչ թե սենց անեմ, սենց կլինի կամ նենց անի, նենց կլինի, այլ այսենց սենց է լինելու, այն բերած օրինակի վրա, հա, եւ մարդու հետ խոսում ու գիտեմ, որ իր հետ բռնած գործս հաջող է լինելու կամ հակառակը հաջող չի լինելու, սա շատ բարձ օրինակ։ Եվ տագնապը, ուրեմն ասեմ, որ կրկնվող մտքեր են, ինչպես ես ձեզ ասացի, հիմնական տարբերություններն եմ ասում, կրկնվող մտքեր են, այսինքն կամ նույն միտքն է անընդհատ կրկնվում, կամ տարբեր մտքեր, որտեղ կա այդ ֆիզիկա հոգեբանաֆիզիկական լարվածությունը ընդհանուր, այսինքն մեկ անգամյա ինչ-որ դատողություն չի, մշտապես իմ հետ է ու անդադ ինձ լարում է։ Ի տարբերություն ինտուիցիայի, որտեղ հիմնականում մեկ անգամյա է, ու այսինքն ունես չի որ հաճախ կրկնվում է, հա, պահա ու զգում է, որ այդ տենց է, սենց ասած։ Ու ինչ եւ վերաբերում է նաեւ փորձին, տագնապը հիմնված է ավելի վախի, տագնապի, լարվածության, ենթադրությունների վրա, իսկ ինտուիցիան, ինչպես ասացի, կուտակած փորձի եւ մարդու սովորությունների վրա, այսպես դրա հիմքի վրա առաջանում։ Եվ կարող եք ձեզ տալ մի քանի հարցեր, որպեսզի պարզեք սա տագնապ է, թե ինտուիցիա, այսինքն սա ուղղակի զգացողություն է, որ ինչ-որ բան տեղի կունենա, թե ուղղակի հիվանդագին վախի մտքեր են։ Առաջի հարցը կարող եք հենց ձեզ այդպես տալ, հա, այս զգացողությունը ինձ մոտ հանգստություն է առաջացնում, թե հակառակը անհանգստություն։ Որտեղ եթե այդ զգացողությունը ձեր մոտ խիստ անհանգստություն է առաջացնում նաև ֆիզիկական առումով լարվում եք խիստ, ապա սա ավելի շատ վախի տագնապի
ուղղությամբ հատանում մեզ, լավ, որովհետև ինչպես նշեցի, ինտուիցիան ավելի ինքը այսպես հանգիստ, նաև մարմնական հանգիստ վիճակում առաջանում։ Երկրորդ հարցը, սա միանգամյա ներշնչանք էր, այսպես միանգամյա դատողություն կամ զգացողություններ, թե անընդհատ ինչ-որ ունենում եմ նման վախեցնող, անհանգստացնող մտքեր ու դատողություններ։ Եվ որ երրորդ հարցը, մարմինս ինչպես է արձագանքում, ինչպես ասացի, հա, եթե մարմինս հանգիստ է արձագանքում, ուրեմն սա ինտուիցիա է հավանաբար, եթե մարմինս արտահայտում է լարվածությամբ, եւ նաեւ հոգեբանորեն եմ շատ լարված, ապա սա ավելի շատ խոսում է տագնապի վախի մասին։ Եվ նաեւ որպեսզի զարգացնենք տագնապի ու ինտուիցիայի այդ տարբերության այսպես հնարավորությունը, հա, մեր ունակությունը, այսպես ասած, մենք կարող ենք ու ինչ ուրախանց գալիս։ Ես նեսեմ սիրում անձրև, էլով ասիրում անձրև, գրեկով ասիրում անձրև, տեսնում դուք շատ եք, թե ոչ, որտեղ ես գիտեմ, որ շատ քչերն են սիրում անձրև, չեմ հասկանում ինչու։ Ես սիրում եմ, օրինակ ես կուզեի կարողանայի երկար ժամանակ մնալ անձրևի տակ առանց այս պահին, հա, իմ կյանքում ունեցած շուտ պատասխանատվությունների, այս պահ ես թույլ չեմ կարող տալ, որովհետև երեխաներ ունեմ, չեմ կարող հիվանդանալ, պառկել, բայց եթե այդ իմանայի, հա, ասած ասած, որ խնդիրներ չեմ ունենա, երկար ժամանակ կքայլեի անձրևի տակ, շատ սիրում եմ։ Ասեմ, տալիս եք ձեզ հետևյալ հարցերը հարգինես, որպեսզի այդ ունակությունը զարգացնենք այդ տարբերելու։ Այն միտքը, ինչը որ ես ունեցա, շատ կարևոր է, հարցերը խնդրում եմ գրեք, հա, որովհետև եթե դուք չեք գրում, թերապևտիկ ազդեցություն չի ունենա, գրեք, որպեսզի կարդաք։ Այն միտքը, ինչը որ ես ունեցա, որ բա որ սենց լինի, եթե սենց անեմ, սենց կլինի, հա, հարց տվեք ձեզ այդ մտքին, այսինքն, կա որևէ ապացույց, որ փաստեր կան, որ իմ մտածածը իրականություն կդառնա։ Եվ երկրորդ հարցը, որքան է հավանական, որ իմ մտածածը իրականություն կդառնա։ Եվ երրորդ հարցը, հարգելիներս, մի հատ վերանայեք վերհիշեք այն դեպքերը, որտեղ ձեր ինտուիցիան ճիշտ էր։ Ու ձեզ հարց տվեք, արդյոք այս դեպքը այն դեպքին նման է, այսինքն այդ ինտուիցիայի վիճակն է, թե չէ։ Հարգելիներս, հուսով եմ այս տեսանյութը օգնեց ձեզ հասկանալ ինչպես տարբերել ինտուիցիան եւ տագնապը եւ հիշեք շատ կարեւոր բան, որ ինտուիցիան ավելի հանգստացնող ու հստակ ուղղորդող զգացողություն է ի տարբերություն տագնապի։ Տագնապը լարվածություն, անորոշություն առաջացնող այսպես զգացողություն ու մտքեր են, հա։ Շատ կարևորում եմ այս հոլովակը, ինչու, որտեղ շատ են հարցնում, բժշկու այն ինչ որ ես մտածում եմ, կարող է իրականություն դառնալ։ Հարգելիներս, տագնապի միտքը, հա, որ սենց անեմ, սենց կլինի, այդ կատաստրոֆիկ միտքը, դա հիվանդագին միտք է, դա ունակ չէ իրականություն դառնալու այդ միտքը, հա, հասկացեք, մեկընդմիշ, լսեք ինձ, այս միտքը ձեր համար շատ թերապևտիկ էֆեկտ կունենա։ Տագնապի մտքերը երբեք իրականություն չեն դառնում, որովհետև դրանք հիվանդագին մտքեր են, դրանք իրականությունից հեռու մտքեր են, դրանք ենթադրություններ են, դրանք ֆանտազիաներ են, երևակայություն է դա, հայերենով ասած, լավ։ Տագնապային վախենալու ենթադրություններ են, դրանք մեր հիվանդագին հատվածի պրոդուկտն են, այսպես ասած, այդ մտքերը, ու դրանք իրականություն չեն դառնում։ Ես խնդրում եմ ձեզ, եթե դուք նայում եք մինչև վերջ, անպայման բաժանորդագրվեք, լայքեք, գրեք ձեր հարցերը, տպավորությունները հոլովակի մասին, դուք ինչ եք կարծում ինտուիցիայի մասին, մինչև այս հոլովակը լսելը, եւ իհարկե բաժանորդագրվեք նաեւ իմ ինստագրամյան ալիքին, որ ալիք են ասում ինստագրամյան էջին, որտեղ որ էլի շատ օգտակար ինֆորմացիա եմ ձեզ փոխանցում։ Ու ինչ արեք, հարգելիներ։ Ու գնացեք Skype sonahayrapetan.am, որտեղ տեղադրված է իմ հեղինակային ինքդ քեզ հոգեթերապևտ 30-օրյա հոգեբանական օրագիրը, որը էլեկտրոնային գրքույկ է ու այն 30 օր լրացնելուց հետո բավականին փոփոխություն կունենաք հոգեբանության բնագավառում ձեր իսկ
ինքներդ ձեզ կճանաչեք ձեր հույզերը, կարողանաք հասկանալ ձեր եւ մյուս անձանց սահմանները, իջեցնեք սթրեսայինության, տագնապայնության աստիճանը, կդառնաք առավել սթրեսակայուն, կաշխատեք վախերի հետ, հարաբերությունների մի խոսքով բավականին մեծ աշխատանք է ձեզ սպասվում, յուրաքանչյուր օր կատարեք մեկ փոքրիկ հոգեբանական վարժություն եւ 30 օր հետո մեծ փոփոխություն կզգաք, կլինեք առավել հանգիստ, շատ ավելի հանգիստ, քան օրագիրը լրացնելուց առաջ։ Եվ այնտեղ տեղադրված է նաև քաշի իջեցման սննդակարգերը, որը եւս ես եմ կազմել, դուք գիտեք, ես մյուս մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ եմ եւ աշխատում եմ նաեւ քաշի խնդիրների հետ, այնտեղ տեղադրված է քաշի իջեցման սննդակարգերը, որը եւս կարող եք ձեռք բերել։ Լինքերը կտեղադրեմ նկարագրություններում, մեկնաբանություններ բաժնում, որ քլիկ անեք ու հեշտությամբ գնաք կայք, իսկ եթե կունենաք տեխնիկական հարցեր, ինչպես գնել, չգիտեմ, այլ, հա, ինչպեսների հետ կապված, ոչ բժշկական հարցեր, տեխնիկական զուտ հարցեր, կապ հաստատեք իմ գործընկերոջ հետ, նա ձեզ կօգնի, ձեր հարցերին կպատասխանի։ Ձեզ բոլորին մաղթում եմ, մեզ բոլորիս մաղթում եմ առողջություն, լավ տրամադրություն, լավ եղեք, ցտեսություն։